Բարև ձեզ, հարգելի բարեկամներ, հարևաններ, համագյուղացիներ, հայրենակիցներ։ Ես իմ երկու պամոջնիկի հետ շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկների նարդիվութը։ Այսօր հաղորդումը նվիրում եմ իրենց։ 1400-ական թվականներից Եվրոպայում սաստիկ վիճակ էր, հյուսիսային Եվրոպայում։ Քանի որ ինքներդ երեխեքն էլ դաժե պատմությունից գիտում են, որ այն ինկվիզիցիայի ժամանակներն էր, սաղոր չմերգուն կռիվ էր իրար մեջ, այդ ժամանակներում է, որ տրոհվեց կաթոլիկ եկեղեցին եւ մի շարք այդ բաներ եկան էլ, ասենք այդ բողոքականներն էլ բաներ կային, հիմնական կռուպն դա բողոքականներն էին։ Չեք պատկերացնի, հիմա դժվար է իհարկե հավատալ, այդ ժամանակվա Գերմանիայում այդ կաթոլիկներ ու բողոքականներ այնքան թշնամաբարին իրար նկատմամբ տրամադրված, որ կարային, ասենք, բողոքականները մտնին կաթոլիկ գյուղ, սաղին վերացնին, մարդկանց մեկ քանի կտորից սարքում ու կախում էին ամիսներով այդ պարիսպների վրա։ Դուք լավ հիշում եք կինոներից, որ Հռոմեական կայսրությունում այն թագավորները, որ կասենք թե թագավորություններին, որ գրավում էին, սաղին ասում էին բան, վարվար։ Էդի այն բանի համար է, որ քաղաքական համար հնարավոր է այդ երկրները բանակի տեսակետով իրանց հզորությամբ, հարստությամբ ավելի հարուստ լինեին, քան թե ասեն Իրան ժամանակվա գրեկները, հույները, այսինքն, բայց իրանց ասում են վարվար քաղաքակրթական զարգացման աստիճանի համար, որ քանի որ իրանքը քաղաքակրթության համար ոչ մի թորիա, ոչ մի ճանապարհ չէին կարողանում առաջարկել։ Դա հին Հունաստանն էր եւ Հունաստանից հետո Հռոմեական կայսրությունն էր, որ քաղաքակրթությունը այդ փիլիսոփայությունը առաջ էր տանում։ Մոտավորապես չէ, ասենք թե 300 քանի թվականների մեր թվարկությունից առաջ, երբ Ալեքսանդր Մակեդոնացին արշավանք սկսեց դեպի արևելք եւ Մակեդոնացուց հետո հունական փիլիսոփայական դպրոցը հասկացավ, որ այն փիլիսոփայությունը, որ իրանք ունեն, իրողությունը փոխվում է, ինչ որ բան հերիք չի անում։ Այդ ժամանակ է, որ առաջ եկավ ստոիկները, այդ մոտապես 300-ական թվականների մեր թվարկությունից առաջ։ Այդ գաղափարները այնքան մարդկանց մոտիկ էին, որ շատ հանձնական մարդիկ, շատ սենատորներ աջակցում էին այդ փիլիսոփայական դպրոցին։ Իհարկե ժամանակի ընթացքում, հարյուրավոր տարիների ընթացքում նա վերափոխվեց, վերաձևվեց, հարմարվածնելով տվյալ ժամանակի վրա։ Ես կուզեմ, որ դուք հիշեք, որ քրիստոնեայությունը ավելի ուշ է եւ քրիստոնեայության վրա մեծ ազդեցություն է թողել իմенно ստոիկները, ստոիցիզմը։ Մի քիչ առաջ, որ մենք Եվրոպայի մասին էինք խոսում, այդ ժամանակահատվածում էր, որ նորից այդ գաղափարը սկսեցին հետաքրքրվել մարդիկ։ Այդ ժամանակվա
թագավորությունները, որտեղ որ հիմնականում էդի Գերմանիայի տարածքում էր, ուժի զորով էլ չէին կանում այդ կաթոլիկների ու պրոտեստանտների թեյը կայնի։ Ի զարմանքս, քանի որ շատ ասենք թե իշխաններ, վաճառականներ, մարդիկ այդ գաղափարների այդ նոր փիլիսոփայական այդ ստոիցիզմի գաղափարի տեսակետն է, այդ ամեն ինչի կանխումը փիլիսոփայությունն արեց։ Այսինքն դա այն գաղափարն էր, որ կաթոլիկներն ու պրոտեստանտները կարողացան իրար հետ դագավայից անել։ Եվ գաղափարներից մի քանիսը նա է, որ մարդը պետք է իրան աշխատասիրությամբ վերափոխի բնությունը իրան ոչ թե կմաճույքին, այլ որ ծառայի մարդուն։ Մյուս գաղափարը դա նա էր, որ մարդը պետք է են դավոլստոցալ նրանով, են հարստությամբ, են ունեցվածքով, ինչ որ ինքը ունի։ Ինչքան շատ մարդ հետի դժգոհա, ինչքան շատ տաս, մեկ այդ մարդին էլա շատ պետք է։ Հարուստա այն մարդը, ումը հերիքա այն ինչ որ այդ մարդը ունի։ Դա իհարկե դժվար է մեզ հայերիս հասկանալը։ Մյուս շատ կարևոր գաղափարը նա էր, որ ասում է այն ինչ որ դու չես կանա փոխի, պետք է մերվես դրա հետ, բայց այն ինչ որ դու կանաս պետք է կարաս փոխվես, դու պետք է կատարելագործվես նրա մեջ։ Եվ այդ ժամանակվա Հոլանդիայում, Ամստերդամում կարողացան օգտագործել այդ գաղափարի փիլիսոփայական գաղափարը իրագործելով կյանք։ Մարդկանցը որ պատմությունը գրում է, որ դաժե զորովին անում, որ այդ մարդիկը աշխատեն, աշխատասեր լինեն։ Մեզ հասել է այն, որ ասում են հոլանդական ծաղիկներ։ Այդ ոչ մեկը չի մտածում, թե ոնց էլա, որ այդ Հոլանդիան դարձավ ծաղիկների հայրենիք։ Այն սադերը, որ սիրուն սարքում են, հոլանդական այդ բանը, պանիրը, շատ գաղափարներ Հոլանդիայում սկսեցին փորել այդ կանալները, վերաձևավորել կյանքը, որպեսզի ծառայի մարդուն, մարդկանց մեջ սերմանել աշխատասիրությունը։ Այդ ժամանակվանից, երբ որ մարդիկ չէին ուզում աշխատել, տներ էին սարքում, այդ ասենք են հանրակացարանների ձևով, այդ մարդիկը մինակ մեկ կտոր հացի ու բանի համար, այդ մարդկանց զաստավիթին անում, որ այդ մարդիկն աշխատեն։ Մենակ աշխատասիրությունն է, որ մարդուն մարդ է սարքում։ Թե չէ մենք մարդանման կենդանի ենք դառնում։ Եվ այդ ուրախությունները, այն զվարճությունները, որ մարդուն ներգրավում են, դա մարդուն քայքայում է։ Դա իմенно ստոիցիզմի գաղափարն է։ Աշխատասիրությանը մեծ տեղ պետք է տալ, քան որ դա է, որ զարգացնում է, հարստացնում է երկիրը։ Իհարկե Գոլանդիայից հետո այդ գաղափարով սկսեցին շարժվել դեպի սկանդինավյան թերակղզու երկրները։ Նրանից հետո իհարկե տարածեց համարյա շատ եվրոպական երկրներում։ Այդ գաղափարի հիման վրա էր, որ հոլանդացիները 140 տարի պատերազմին անում ու զարգանում են։
իշխում էին ամբողջ աշխարհի ծովերում։ Դու պրոստը չեք պատկերացրի հայրն հայրենակիցներ 20,000 զորքով գրավեցին Անգլիա։ Ինչ է նշանակում ունենալ գաղափար։ Կցանկանայի, որ մեր մայրերը, մաղջիկները, որոնք ոչ թե շուտ մեկ համայրել են դառնում, իրանց երեխեքին դաստիարակելուց ասեին, որ բալաջան, հենգի հելի դարձի մարդ, բայց անգարց չմոռնան ասեն, որ պետք է հետո տուն գաս, վերադառնաս։ Այսօր այսքանը, մինչև նոր հանդիպում։